Բարի ուշ երեկո, սիրելի հետևորդներ։ Տեսքիցս արդեն երևում է ինչքան է շոքը իմ վրա անդրադարձել, բայց այս պահին ուզում եմ նկարը հանել բուտերբրոդի նորից պատրաստություն։ Կարծում եմ շուտով կկարողանամ նաև արագ սննդի կետ ստեղծել։ Այս պահին ասեմ, որ նաև ինձ համար ուղարկել են բուտերբրոդ Սևանի ձկան խորովածով, բայց ես ցանկացա իմ ձեռքերով որևէ բան պատրաստել և ներկայացնել, ինչպիսին կլինի, դա արդեն ցույց կտա ընթացքը։ Սիրելի հետևորդներ, այստեղ ձկան խորոված է, որը ուղարկել են ինձ համար։ Իհարկե ես մի փոքր նաև փշից վախենում եմ և չգիտեմ ով կուտի այս ձուկը, բայց ամեն դեպքում որոշեցի ինքս պատրաստել որևէ արագ բուտերբրոդ։ Սիրելի հետևորդներ, այստեղ ունենք այսպիսի կլոր գեղեցիկ հացիկ, հացիկը մեջտեղից առանձնացնում ենք դանակով և այստեղ արդեն ըստ ճաշակի ինչ ուզում ձևավորում ենք։ Սիրելի հետևորդներ, այստեղ հիմա քսում ենք մայոնեզ, կարող ենք օգտագործել ինչ կամենանք, ես օգտագործում եմ նաև գարչիցա մի փոքր, շատ քիչ։ Այսպես, այստեղ կանաչի ենք ցանում, սոխ,
Եվ օգտագործելու եմ բեկոն, բայց նախընտրում եմ տաքացրած տարբերակը։ Թավայի մեջ հիմա այն կտաքացնեմ և ավելի համեղ կլինի։ Այս երեքը կարծում եմ բավարար է։ Սիրելի հետևորդներ, այստեղ մի փոքր տապակենք բեկոնը և տեղավորենք բուտերբրոդի մեջ։ Սիրելի հետևորդներ, մինչ այդ ամենը իրականանա, իհարկե չենք մոռանում սեփական ստամոքսի մասին և այստեղ կարելի է վայելել ձմերուկ և սեղ։ Ինչպես արդեն երևում է, շոկից բավական տանջված եմ։ Իհարկե այս խոզուկը երբ կենդանի էր, բավական յուղոտ էր, որովհետև հիմա երբ տապակվում է, յուղը ահա որ նկատելի է։ Ասեմ, որ ես յուղից բավական հեռու մարդ եմ։ Այս ամենը այնքան էլ չեմ նախընտրում, բայց ամեն դեպքում արագ սնունդը միշտ լինում է յուղալի և ունենում է այսպիսի տեսք։ Ասեմ, սիրելի հետևորդներ, որ այս կողքում մայրիկի պատրաստած ջեմի պահածոն է, իսկ այստեղ արդեն գրեթե պատրաստ է։ Սիրելի հետևորդներ, սա տեղափոխում ենք այստեղ, նույնիսկ երկուսը կարծում եմ բավական է, բայց ինչ ճակատագիր է սպասվելու այս մեկին։ Այս մեկը պետք չի։ Արդեն բուտերբրոդը ունի այսպիսի տեսք, քանի որ նկարում եմ ուշ երեկոյան, լուսավորությունը այնքան էլ լավը չէ, բայց բուտերբրոդը շատ ախորժելի է և շատ գեղեցիկ։ Այստեղ ավելացնում ենք նաև պանիր և լոլիկ։ Այսպիսի հրաշք տեսք ունի բուտերբրոդը։ Այստեղ ավելացնում ենք պանիր։ Ու լոլիկ։ Վայ չուտողին։
Տեսեք սիրելի հետևորդներ, հրաշք։ Հեշտ, արագ, իհարկե ոչ այնքան առողջարար, բայց սննդարար։ Սիրելի հետևորդներ, լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք։ Եվ վերջում բուտերբրոդը կարող ենք ծածկել հացով, այն ունենում է այսպիսի տեսք։ Կարող ենք տաքացնել միկրովալնովկայում։